Ողջույն սիրելի հայրենակիցներ, նայեք ձեր համարում եմ բերել Պետրոս Ղազարյանն է, այն ՀՄԿ-ի գլխավոր քաղաքական մեկնաբանը, որ 1 տարվա ընթացքում 44 միլիոն դրամ մեր հարկատուների հաշվին աշխատավարձ է ստացել եւ զբաղված է իշխանության ռոպագանդայով եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձեռ առնելով, թրոլինգ անելով, ման դրան էլ գումարած նաեւ ունի սև ցուցակ, որ ում չհրավիրի եթեր։ Օրինակ Պետրոսը ինձ բան ունի ասելու, կարա հրավիրի եթեր, այդ հարցերը տա, չէ, բայց 2 տարուց ավել, արդեն 3 տարին է լրանում, նա ինձ եթեր չի հրավիրում եւ Պետրոս կարող է մարդկանց ասես, ով է քեզ արկել է, որ եթեր հրավիրես։ Լավ, չես ասի, լավ։ Հիմա նայեք, Պետրոսը դրել է իմ նկարը եւ էլի նկարներ մարդկանց, ովքեր մեր եկեղեցիներում, գիտեք, Սուրբ Ծննդյան տոնից հետո ջորնոյքի արարողություն է արվում, եկեղեցու Սուրբ ավանդույթի համաձայն այդ համայնքից ինչ որ մեկին ընտրում են լինել խաչիկավոր եւ ահա դրել է ու գրել է Լավա ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին չեն ուզում փոխել, թե չէ կիմանոներով կնկարվեին։ Կիմանոն գիտեք, սպորտային հագուստ է, չեմ, երևի ձյուդոյի կամ կարատեի, ես չգիտեմ, սպորտային մարդ չեմ կարող ասել։ Ըստ էության Պետրոսի իր այս գրառմամբ վիրավորական արտահայտություններ է անում միլիոնավոր քրիստոնյա մարդկանց հասցեին նրանց հոգևոր զգացմունքների, որտեղ ձեռ է առնում տարատեսակ տարբեր եկեղեցիներում խաչիկավոր կանգնած մարդկանց, էական չի, թե որտեղ ով է ընտրվել։ Եվ քանի որ Պետրոսը կարող չի հասկանում, թե խաչիկավոր ինչ նշանակում, ինչու են կանգնում, ինչու են ընտրում խաչիկավոր բան, կարար հրավիրերի եթեր օրինակ ինձ կամ այլ մարդկանց եւ հարցնել իրան բացատրեինք։ Բայց Պետրոս, դու ամոթ չունես այդ եկա ջանդ առած, սպիտակ մազերդ գլխիդ։ Ասենք ես ինչով ես զբաղված դու, թրոլինգով ես զբաղված մեր հարկատուների հաշվին, մեր տված աշխատավարձի հաշվին, դու $113,000 աշխատավարձ քեզ ստացել։ Քեզ այդքան փոխի են տալի, որ մեզ վիրավորես։ Դու ընդհանրապես քեզ հաշիվ տալիս ես, թե չէ։ Դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ վիրավորական բաներ ես գրում։ ՀՄԿ-ի թիվ 1 հեռուստաընկերության երկրի հանրային գլխավոր մեկ քաղաքական մեկնաբանն ես։ Դու իրավունք չունես քեզ sense պայես, Պետրոս։ Որովհետև եթե sense ես քեզ պայում, դու կոռումպացված ես։ Ինչու ես դու կոռումպացված։ Որովհետև քո ստացած աշխատավարձը դու իշահ քո գործիչ ես ծառայացնում, դու իչարս ես ծառայացնում, գործող իշխանությանն ես պաշտպանում եւ հարձակվում ես նրա անդիմադիրների վրա։ Հետևաբար այդ գումարը, որ քեզ տալիս են, անարդյունավետ է ծախսվում եւ դա կոռուպցիա է։ Լսեցիր կոռումպացված Պետրոս։ Խելոք մնա Պետրոս, քեզ հաշիվ տուր։ Մեկ էլ եթե կարաս պատմի, ով է քեզ արկել ինձ եթեր հրավիրել։ Այս անգամ սենց եմ արձագանքում, մյուս անգամ ավելի ծանր արձագանք կլինի։ Այ Պետրոս, խելոք մնա Պետրոս։